նոր դրանից հետո հնարավոր է, որ դուք լինեք միասին։ Նարա 45 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարայի համար։ Նարա 45 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Նարա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք սիրելի Նարա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Շատ շնորհակալ եմ։ Տիգրան 47 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 47 տարեկան։ Սիրելի Տիգրան, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Լուսինե 19 տարեկան, անձնական։ Լուսինե 19 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Սիրելի Լուսինե, ձեր անձնականը փակել են, ձեր վրա գիր են արել, ձեր վրա կախարդակ եւ մագիա են արել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական։ Ձեր անձնականը ամբողջովին փակված է, սիրելի Լուսինե։ Լիաննա 19 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիաննայի համար։ Լիաննա 19 տարեկան, անձնական։ Սիրելի Լիաննա, ձեր անձնականի վրա կա թուղթուգիր, կա կախարդանք, որի պատճառով ձեր անձնականը չի ստացվում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական։ Նվարդ 27 տարեկան, անձնական։ Նվարդ 27 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նվարդի համար։ Նվարդ 27 տարեկան, անձնական։ Սիրելի Նվարդ, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Նվարդ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար։ Լիանա 34 տարեկան, անձնական։ Լիանա 34 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիաննայի համար։ Սիրելի Լիաննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Նոնա 29 տարեկան, անձնական։ Նոնա 29 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նոնայի համար։ Նոնա 29 տարեկան, անձնական, կա խնդիրներ, սիրելի Նոնա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք այդ խնդիրներից, դժվարություններից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն,
ինչ երազանք նպատակեր, որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի, նվերների համար։ Մարիկ 28 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարիի համար։ Մարի 28 տարեկան անձնական։ Սիրելի Մարի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիր եկա, պրոբլեմ եկա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Լուսինե 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 20 տարեկան։ Սիրելի Լուսինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքեր նպատակ որ ունեք, սիրելի Լուսինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Լիլիթ 31 տարեկան անձնական։ Լիլիթ 31 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ։ Սիրելի Լիլիթ, ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիր եկա, պրոբլեմ եկա, սիրելի Լիլիթ։ Սիրելի Լիլիթ, ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր անձնական, ֆինանսական ոլորտում նույնպես լինելու է հաջողություն։ Ռոման 33 տարեկան, այս տարի տուն կառնեք, թե ոչ։ Ռոման 33 տարեկան, այս տարի տուն կառնեք, թե ոչ։ Այո, սիրելի Ռոման, դուք այս տարի հնարավորություն կունենաք ձեր տունը առնելու։ Լուսինե 41 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 41 տարեկան անձնական։ Սիրելի Լուսինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացում է հաջողության ժամանակահատված։ Սիրելի Լուսինե, շնորհակալ եմ, անչափահասներին չեմ նայում։ Մելինե, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մելինեի համար։ Մելինե 34 տարեկան։ Մելինե 34 տարեկան։ Սիրելի Մելինե, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Մելինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Լիլիթ Լյուդվիգ, կամուսնանաք, թե ոչ։ Լիլիթ Լյուդվիգ, կամուսնանաք, թե ոչ։ Սիրելի Լիլիթ, սիրելի Լյուդվիգ, հատկապես Լյուդվիգի վրա կա թուղթուգիր, որը չի թողնում, որ լինի ամուսնություն, կնոջ կողմից մագիա կա, կախարդանք կա,
որպեսզի լինի ամուսնություն, պետք է անպայման մաքրման գործողություն կատարվի, նոր դրանից հետո հնարավոր է լինի ամուսնություն։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ավետիս 54 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ավետիսի համար։ Ավետիս 54 տարեկան գործնական։ Սիրելի Ավետիս, ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի ունենում եմ եթերներ, որտեղ պատասխանում եմ ձեր հարցերին։ Սուսաննա 52 տարեկան անձնական։ Սուսաննա 52 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սիրելի Սուսաննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական։ Միսակ 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Միսակի համար։ Միսակ 33 տարեկան անձնական, սիրելի Միսակ, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ էլ որ ունեք, սիրելի Միսակ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ։ Ռուդո 37 տարեկան անձնական։ Ռուդո 37 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Ռուդո, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Աննա 28 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 28 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Աննա, կա խնդիրներ, սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից,
նոր կլինի անձնական Արիս Արմինե 34 տարեկան տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար Արմինե 34 տարեկան կա խնդիրներ սիրելի Արմինե Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը ձեր կյանքի բոլոր ոլորտներում խոչընդոտներ ու դժվարություններ է առաջացնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արմինե, նոր հնարավորություն կլինի, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Ալբերտ 34 տարեկան անձնական Ալբերտ 34 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալբերտի համար Սիրելի Ալբերտ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն լինելու է երջանկություն ինչ երազանքներ նպատակներ էլ որ ունես սիրելի Ալբերտ Ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ։ Նվերների համար Նազիկ 55 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նազիկի համար։ Նազիկ 54 տարեկան առողջական։ Կա խնդիրներ սիրելի Նազիկ։ Կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց մի վախեցեք, կատարեք բժշկի ցուցումները, կլինի ապաքինում, կլինի լավացում։ Արմինե 41 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար Արմինե 46 տարեկան ֆինանսական Սիրելի Արմինե ձեր վրա կա թուղթուգիր ձեր ֆինանսականը փակված է դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի կատարեք մաքրման գործողություն դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի ֆինանսական Շնորհակալ եմ նվերների համար բարև ձեզ Շատ շնորհակալ եմ ձեր նվերների ձեր լայքերի ձեր սրտիկների համար Շատ շնորհակալ եմ սիրելիներս Ալինա Կոժուն Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալինայի եւ Կոժունի համար Ալինա Կոժուն Սիրելի Ալինա, սիրելի Կոժուն, ձեր կյանքի մեջ լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Արիս 32 տարեկան անձնական Արիս 32 տարեկան անձնական Սիրելի Արիս ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արիս, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ռոման 48 տարեկան
Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռոմանի համար։ Ռոման 48 տարեկան։ Սիրելի Ռոման, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ռոման, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Հրաչ 20 տարեկան, կլինի ազատության մեջ, թե ոչ։ Հրաչ 20 տարեկան, կլինի ազատության մեջ, թե ոչ։ Կա խնդիրներ, կա դժվարություններ։ Հրաչի վրա կա թուղթուգիր, որի պատճառով խնդիրներ կա և իր կյանքի մեջ, և իրավական պրոբլեմների հետ կապված, որպեսզի հրաչի մոտ ամեն ինչ լավ լինի, որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը հրաչի վրայից մաքրեք, նոր հրաչի կյանքի ոլորտում, կյանքի մեջ կլինի հաջողություն, նոր կլինի հաղթանակներ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Վահագ 42 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վահագի համար։ Վահագ 42 տարեկան։ Սիրելի Վահագ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Նահապետ 42 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նահապետի համար։ Նահապետ 42 տարեկան, սիրելի Նահապետ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ամեն ինչ փակված է, և անձնականը, և գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Նահապետ, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սիրելիներս, այո, ես մաքրման գործողություն կատարում եմ, դուք կարող եք նաև ինձ դիմել, բայց դա ձեր սեփական ցանկությունն է։ Կարող է ձեր կյանքի մեջ այնպիսի մարդիկ կան, ում որ դուք հավատում եք, կարող եք և իրեն դիմեք։ Հրանտ 63 տարեկան, անձնական և գործնական։ Հրանտ 63 տարեկան, անձնական, գործնական։ Սիրելի Հրանտ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, և գործնական ոլորտում կլինի հաջողություն, և անձնական ոլորտում։ Սուսի 22 տարեկան, անձնական, ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսիի համար։ Ընդհանրապես իմ տվյալները իմ բոլոր սայթերում կա, դուք ինձ նամակ գրեք, ես ձեզ բոլոր տվյալները կներկայացնեմ։
Սուսի 22 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսիի համար, կա խնդիրներ սիրելի Սուսի, սիրելի Սուսի, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր անձնականը փակված է, ձեր գործնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, նոր կլինի գործնական, Արթուր 38 տարեկան երեխա կունենա թե ոչ, Արթուր 38 տարեկան երեխա կունենա թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար, այո սիրելի Արթուր, Արթուրը երեխա կունենա, այո Արթուրը երեխա կունենա, Ժենյա 42 տարեկան անձնական, Ժենյա 42 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ժենյայի համար, սիրելի Ժենյա ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազակ նպատակ որ ունեք դա կատարվելու է, եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, սիրելի Ժենյա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Սուսաննա 52 տարեկան առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար, սիրելի Սուսաննա լինելու է ապաքինում, լինելու է լավացում, լինելու է առողջացում, այսօր ես ավարտում եմ սիրելիներս իմ եթերը, ինչպես գիտեք ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով, Սիրելիներս, եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ում որ պետք է էքստրասենսի, պայծառատեսի օգնությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի ես ունեմ ուղիղ եթերներ, որտեղ կարող եմ նաև իրենց հարցերին պատասխանել, թող գրանցվեն միանալ այս ուղիղ եթերներին, ում հարցերին որ չկարողացա պատասխանել սիրելիներս, միացեք իմ հաջորդ շաբաթվա ուղիղ եթերին, մեծ սիրով ձեր այդ հարցերին կպատասխանեմ, այսքանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն։